Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից անցավ 5 տարի։ 5000 լուսավոր հայորդի անմահացավ, որպեսզի մենք կարողանանք հայ մնալ, անկախ հայրենիք ունենալ եւ այդ հայրենիքում ապրել հային արժանավայել ձևով։ Չեմ կարող ասել այսօր տղաները երկնային թագավորությունից մեր ապրած կյանքին ինչ գնահատական են տալիս, բայց ես ուզում եմ ասել, տղերք կներեք մեզ, եթե կարող եք, հավերժ փառք ձեզ։ Մեր տաղավարում է Արցախի հերոս Գևորգ Ջավախյանի մայրը Նարինե Ալեքսանյանը եւ կրտսեր Գևորգ Ջավախյանը։ Բարի երեկո սիրելի Նարինե ջան։ Շատ շնորհակալ եմ, որ ուժ եւ ցանկություն գտաք, որ այսօր մեր տաղավարում եք։ Դուք շատ սպասված եք, ես շատ էի ուզում ձեզ հետ զրուցել։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Նարինե, գիտեք, անկեղծ պիտի լինեմ, ես պատերազմի օրերին եւ պատերազմից հետո, երբ որ ամեն անգամ լսում էի մեր տղաների հերթական սխրանքի մասին, ինձ շատ եմ որպես կին եւ մայր հարց տվել. ինչ մայրեր են ծնել այս տղերքին, ինչ դաստիարակություն են տվել, ինչ հայրենասիրություն են սերմանել եւ ինչ արժեքներ են կարողացել դաստիարակել։ Դրանից հետո եւ սկսեցի շփվել մեր հերոսների մայրիկների հետ, ես հասկացա արդեն, թե նրանք ինչ մայրեր են եւ այսօր ձեր ապրած կյանքով դուք նորից ապացուցում եք, որ ձեր տղաների նման դուք եք իզորու սխրանքներ գործել, սիրելի Նարինե, եւ այս փոքր հրաշքը այսօր մեր տաղավարում նստած դրա վառ ապացույցն է եւ ես անկեղծ ասած ձեր պատմությունը եւ մեր այսօրվա զրույցը ուզում եմ անվանել կյանք կյանքից հետո, թե ինչպես այն լուսավոր Գևորգին կորցնելուց հետո Նարինե Ալեքսանյանը իր մեջ այնքան ուժ գտավ, որ նորից մայրացավ, նորից կյանք տվեց, նորից հայրենիքին եւ հայոց երկրին արու զավակ պարգևեց։ Այս պատմությունը իսկապես կյանքից հետո է եւ սրան ունակ են իսկապես միայն սխրանքի գնացող տղաների մամաները։ Ինձ համար արդեն այդ հարցի պատասխանը պարզ է, թե այդ տղաները ինչպիսին են։ Ես հիմա պիտի մի փոքր Գևորգի մասին ընթերցեմ, որ մեր հեռուստադիտողին ներկայացնեմ։ Գևորգ Գրիգորի Ջավախյան ծնվել է 2001 թվականի մայիսի 3-ին, անմահացել 2020 թվականի հոկտեմբերի 28-ին։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Գևորգ Ջավախյանը հետմահու պարգևատրվել է արիության մեդալով, զինվոր հայրենյաց մեդալով, մարտական հերթապահություն սպայական մեդալով, ստացել է տանկային կրծքանշան եւ պարգևատրվել Քաջարի մարտիկ բանակի գերազանցիկ մեդալներով։ Սա երիտասարդի հետմահու ձեռքբերումներն են, բայց մենք այսօր նաև պետք է անպայման խոսենք, թե ինքը ինչքան լուսավոր տղա էր եւ անունն էլ մնաց ոսկե գե, այո։ Նարինե ջան, ինչպիսի տղա էր Գևորգը։ Այս տարիքում լույս էր։ Գևը ինձ նենց բաներից է փրկե իր ծնունդով։ Ես Գևորգին մնացել էր 1 ամիս, որ ծնվեր, պապաս մահացավ։ Ու Գևորգը ինձ ապրեցրեց։ Ապրեցինք Գևի հետ, մեծացանք, երևի այդ ապրումներից էր, մինչև 4 տարեկան չէր խոսում։ Հետո երևի ինչ-որ սկսեց լեզուները խառնել ու սկսեց վատ խոսել հայերեն։ Մտածում էր ռուսերեն, խոսում էր հայերեն։ Դե այստեղ ռուսական դպրոցներ չընդունեցին մեզ, որ արդեն դպրոցի ժամանակներ ասեցին, որ ինչ-որ բարեկամներից մեկը պիտի ռուս լինի, որ ընդունենք եւ այլն, գնաց դպրոց Գևս հայկական։ Բայց շատ դժվար էր իր համար։ Մի կերպ հարմարվեցինք, սկսեց դպրոցական տարիներից իր չարաճճիության այդ փուլը։ Շատ չար էր։ Բայց համով չար էր։ Ակտիվությունը անսպառ էր։ Հետո շատ սիրված էր դպրոցում, շատ էին սիրում
բոլորի տնազները անում էր, բոլոր դասատուներին նմանակում էր։ Ես հետո կանչում էին տնօրենի սենյակ, ասում էին դուրը փակում էին, ասում էին ոչ մեկին չենք ասի։ Մի հատ էս դասատուինը ցույց տուր, մի հատ են դասատուինը ցույց տուր։ Հետո սկսեց երաժշտությամբ զբաղվել։ Այդ երաժշտության ձևը ինձ համար տարօրինակ էր, բերանով ձայներ անել, այդ ինձ համար դե սովորենք, մեր ժամանակի, մեր տարիքի մարդիկ ուրիշ ձև են երաժշտությունը։ Սկսեց ինքը տենց բերանով բիթբոքս էր անում։ Դե ես էլ ճիշտն ասած ամենասկզբից շատ մտածում էի ոնց է ծառայելու ինքը, ոչ թե նրա համար, որ չի կարա ծառայի եւ այլն։ Ուզում էի ինչ որտեղ երաժշտությունը իր ծառայության հետ մեկտեղ միասին լինի։ Ասում էին այդ ժամանակ մուսկամանդ հասկացողություն կար, չէ՞։ Այո։ Գնացինք տրամբոնի երաժշտական դպրոց։ Համարյա թե 2 տարի գնաց տրամբոնի ու երևի այդ անհարմարություններ, թե չէր ուզում, թե զորով էր, իմ ցանկությունով եղավ դա։ Մի օր նստեց, հոր հետ զրուցեց ու հրաժարվեց տրամբոնից։ Որ արդեն ջղայնացած ոնց կլինի, այսքան գնացիր, ասես դե կտեսնես ես ոնց կծառայեմ։ Ու դուրս եկավ երաժշտական դպրոցից։ Ասեց առանց մուսկամանդում լինելու ես կտեսնես ոնց կծառայեմ, կտեսնես։ Հա, տենց է։ Հա։ Հարմարվեցի այդ մտքի հետ, բայց սենց վախ կար։ Միշտ ոչ թե պատերազմի վախներ կամ եւ այլն, այլ ճիշտ կծառայի ինքը թե չէ։ Ու գնաց ծառայության շատ լավ, ես շատ հպարտ էի ինձ զգում։ Ու ամեն անգամ ամեն իմ ու իր զրույցի ժամանակ ասում էի ինձ հպարտ եմ, որ զինվորի մամա եմ։ Եվ մենք հաջողակ տանկիստ է եղել, այո։ 9-րդ դասարանում մի նկար էր նկարել, ամբողջ իր կյանքի ճանապարհը նկարել էր։ Սարդարապատն էր նկարել, որտեղ որ երթումն է արել ինքը, երթումնականությունը։ Շուշիի եկեղեցին։ Այսինքն ինքը 9-րդ դասանում արդեն դա մտածել է, այո, 9-րդ թե 8-րդ, չէ, 9-րդ էր, 9-րդ դասանում։ Ու տանկեր նկարել, Արցախի դրոշով, թուրքի գերեզմաններ նկարել, հիվանդանոցներ նկարել։ Մենք այդ նկարը գտել ենք մահից հետո։ Ձեզ չէր ցույց տվել։ Չէր ցույց տվել, չէ։ Ու չէր խոսել այդ նկարում։ Չէր խոսել, դա իր պայուսակի մեջ էր, պայուսակը միջանցքում կախած էր ու ամեն անգամ որ ասում էի, ինչ ես այդ պայուսակի մեջ այդքան տանում բերում, ասում էր դե լավ հիմա իմ թղթերն են, իմ դրամապանակս է եւ այլն։ Հետո որ իրերն էի նայում, այդ թուղթը գտա։ Ամբողջ իր ճանապարհը անցած անգամ հիվանդանոցը, թուրքի գերեզմանը, ինչ գիտեր որ տանկա քաշելու ու Արցախում է լինելու։ Ամբողջը գծել էր ինքը։ Սովորական քառակուսի տետրի թղթի վրա գծած ճանապարհ։ Նայնի ջան, իսկ երբ որ արդեն տանկիստ էր ու երբ որ ինքը ես գիտեմ ընդեղ էլ է շատ մեծ գովասանքների առաջ, նրան այնտեղ շատ են ընդունել եւ նույնիսկ ասում են այդ տանկի համարը արդեն ադրբեջանական կողմը գիտեր, որովհետեւ Գևորգ Ջավախյանը հաջողակ տանկիստ էր շատ։ Ինչ էր խոսում բանակից։ Ինքը առաջի 6 ամիսը հոկտեմբերանում ծառայեց։ Այնքան դժվար էր, ինձ բոլորը ասում էին, վայ, ավելի լավ է միանգամից գնար Ղարաբաղ։ Ասում էի, վայ, ինչի համար, այս 6 ամիս ինձ տրամպլին է, որ ես սովոր եմ առանց իրա։ Բայց ամեն շաբաթ օր ինքը 10:20 գալիս էր տուն, ամեն շաբաթ օր մեր տունը տոն էր։ Սկսում էինք, ես շորերն էի լվանում, պատրաստում էինք ուտելիքը իրա սիրած բանը, ընկերներ անպայման գալիս, որ պիտի միասին ուտեին։ Ու հետո որ գնաց Արցախ, այդ հունվարի 9-ին չէր լինում Իրանից պոկվել։ Ինքը ինչ չթողեց ես շենքից անցնեմ,
մեզ չէր լինում իրարից փոկել։ Անկամ հարևանից ասել էր ոնց որ ֆրոնտ ճանապարհ էս աղջիկը իր տղան։ Արցախից ինչ էր խոսում, ինքը առաջի անգամ էր Արցախում ծառայում։ Այո։ Հավանել էր, սիրել էր Արցախ աշխարհը։ Ինքը Խոջալույում էր ծառայում։ Ու ամեն անգամ այդ Խոջալույի մասին որ խոսում էինք, ասում էի որ տեսնում ես շատ-շատերը ուզում են այդտեղ ընկնեն, չի ստացվում, տեսնում ես ոնց ընկար այստեղ, ինչքան լավ է։ Շատ էր սիրում տանկը։ Ես զարմացած եմ, որ ինքը ոնց կարելի է տեխնիկան այդքան սիրել։ Գևորը չի պատկերացնում, որ տենց կռվի դաշտում այդ կարգի քաչ կլինի, որ ինձ հիմա իր հրամանատարները որ պատմում են, զարմանում ես էլի, որ 18-19 տարեկան երեխան կարա տենց դեմ արդեմ դուրս կռվի։ Զորով իրան տանկից իջացնում էին։ Հրամանատարը որ եկավ մեր տուն, շորերը բերեց, ասում է ես զորով իրան իջացնում եմ տանկից։ Ինքը ասում է ոնց կամանձեր դու չես ուզում ես հերոս դառնամ։ Տեսնում ես։ Ինչքան մեջ է այդ սերը դեպի հայրենիքը, դեպի իրանք այնքան բան են տեղ տեսան, երևի թե իրանք ավելի զգում էին ինչա կատարվում։ Ու դա այն երիտասարդը, որին ստեղ արդեն նկատել էին, ինքը ոսկե դպրոց ֆիլմում նկարահանվել էր, նրան արդեն փողոցում ճանաչում էին, շատ դպրոցականներ ցանկություն էին հայտնում իր հետ նկարվելու, ինքը իսկապես ոսկե տղա է ու այդ ոսկե դպրոցից հետո էլ մնաց նրա անունը ոսկե գև, բայց տեսնում եք, կարծես թե մի կողմից մտածում ես, տենց կյանքի արդեն քիչ-քիչ սովորող երիտասարդը պիտի երազի, նստի մի փափուկ անկյունում, գնա իր նկարահանումներին գա, բայց Նարինե ջան, այս դեպքում են որ ասում են տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն հարցում, բայց շատ համեստ էր։ Անգամ հոկտեմբերանում, որ ամեն անգամ ընկերները ասում են քո դեմքը ինչ ծանոթ է, քեզ որտեղ ենք տեսել, չէր ասում, որ ֆիլմում եմ նկարվել, ու որ հանգստի ժամեր կան, չէ՞ բանակում, որ ասում են հանգստի ժամին, որ դնում էին նայումին, ասում են մեկ է պահի տակ, ընկերներն են պատմում, ասում են գևեն դու չես։ Իր համեստությունը, իր հումորը, իր այդ մաքուր լինելը, յուրահատուկ ազնիվ, մաքուր, բարի մարդ էր։ Բոլոր անձնակազմի իմացան, իմ հետ շփվելուց։ Շփման ընթացքում իմացան, որ ես նկարվել եմ ոսկե դպրոցում, այդ պրոյեկտի անունը ոսկե դպրոց է, սիթքոմ է։ Բայց ինչ է իրանում կադրում։ Կադրում աշակերտ էի։ Աշակերտ էի։ Չար թե լավ։ Դե չար ստացվել, դրան ստացվեց որ չար է։ Կյանքում ես թե ինչ չար։ Բայց չէ, ես դպրոցական տարիներին ու չար եղել։ Հիմա չար չեմ։ Նարինե, ասում եք, որ ստեղ, երբ արդեն այնտեղ սկսեց նկարահանվել եւ բան, փաստորեն երեխան չհասցրեց բարձրագույն ընդունվել, բայց ասում էր, որ ուզում եմ դերասան դառնալ։ Երբ գնաց բանակ ծառայության ու հատկապես արդեն պատերազմի օրերին, ինչ եք զգում, ցանկությունը նույնն էր մնացել, թե մասնագիտության ընտրության մեջ ինքը մտկափոխվել էր ի վերջո։ Չէ, ցանկությունը նույնն էր։ Ուզում էր գար, շարունակեր, այո։ Շատ էր սիրում Երևար, այսպես իրան ցույց տար, ասեր, ինքը բնավորությամբ էլ թիթիզ էր։ Սիրում էր հագնվեր, ցույց տար իրան։ Բանակում անգամ պատերազմի ժամանակ շորեր էր ուզում մեզանից, որ մաքուր լինի, հա։ Հա։ Աղդամում էր, որ ցանկեց մեզանից շոր ուզեց։ Ուղղակի չէր ասում որտեղ է գտնվում, որ իմանայինք տեղը։ Այդ վերջի օրերն էլ ոչինչ չէր ասում։ Ինքը ինքան փակ էր դարել, չէր խոսում, իսկական զինվոր։ Հա, որը որ երևի հեռախոսով չէր կարելի ասել, չէր ցույց տալի, փակ էր խոսում։ Աղջկաս ամուսնու հետ ասում էր, որ գիշերը հանեցինք խաղալիքները, խաղացինք, դրեցինք տեղը։ Այսինքն զենքը հանեցին, օգտագործեցին, դրեցին։ Բայց շատ քաջ էր։ Էդիկ Բաղդասարյանը, որ գնացել էր նկարահանել էր, հետո մենք այդ տեսանյութը իրար զոհվելուց հետո վերցրեցինք,
Հարցրեցինք, ասացինք, ինչ տրամադրություններ մոտներ, ասում է շատ քաջ է։ Շատ խիզախ, լավ տրամադրված, որ իրանց նա հաղթում են, հեսա դու տես ինչ են կանելու, առաջ են գնում։ Ամեն ինչի պատրաստ։ Հա։ Ասում էր հումոր անում այնտեղ, ասում է գնում եմ այն կոմ Բաքու սուրճ խմում եմ, գալիս եմ։ Ես նույնիսկ լսել եմ դասարանցիների հարցազրույցները, որ ասում են, որ օրը որ դպրոցից բացակայում էր, եթե նույնիսկ հիվանդ էր կամ մի բան, զանգում էինք, ասում էինք, որ արի դպրոց առանց քեզ տխուր է։ Նարնե, այդ հարցը ձեզ պիտի տամ եւ որպես մոր, եւ որպես մանկավարժի։ Հայրենասեր տղաները ծնվում են ընդհանրապես մարդը, թե դա դաստիարակում են մարդու մեջ։ Դուք որպես մայր ինչ եք արել, որ արդյունքը այդպիսի տղա եք ստացել։ Գիտեք, դաստիարակություն հասկացողությունը ես մի ուրիշ ձև եմ։ Չեն նստացնում երեխային սենց դեմ առ դեմ ասում, սա կարելի է, սա չի կարելի, սա էս է։ Ամեն մարդ իր օրինակով է դաստիարակում։ Ընտանիքում ինչ տեսնում է առօրյայում։ Ես ու Գևը գիտեք ինչ ֆիլմեր էինք նայում շատ հաճախ ռուսական Լիտյատ Գոլուբի, Սվոլոչի։ Ռուսենի ուսուցչուհին դպրոցում Սվոլոչ էր անվանել Գևորին։ Հետո ասել էր մամային ասեց այդ ֆիլմը կդնի կնայի։ Միասին նայեցինք։ Տենց ֆիլմերի վրա դաստիարակած երեխան էլ տենց պիտի լինի։ Դա է դաստիարակությունը։ Ճիշտ եք ասում։ Թե չէ, էս կարելի է, էս չի կարելի։ Կամ սիրի հայրենիքը, կամ խիզախ դարձի։ Ծնողի սերն են տեսնում։ Ընտանիքը եւ շրջապատը։ Դա է դաստիարակությունը։ Նայնե ջան, դժվար հարց եմ տալիս, բայց ուզում եմ լսել ձեր պատասխանը։ Կորստից հետո ապրելու ուժ ինչպես գտակ եւ ինչը կամ ով, չգիտեմ, օգնեց ձեզ այդ ամենածանր օրերին։ Ահա որ էր այդ օրերը։ Այդ առաջի տարիները, այդ առաջի 20-21, ես 21 թվին նոր օգոստոսի 28-ին այգու բացմանը նոր ծնող եմ տեսել։ Չեմ ճանաչել ոչ մեկին, չէի ճանաչում, չէի ուզում, ասում էի չճանաչեմ, չլսեմ իրանց պատմությունները, ավելի չվատանամ։ Երբ Գևը զանգում էր ինձ, ասում էր կարող է վաղը երեկոյան չզանգեմ, ասում էի դու գիտես չէ որ այդ զանգով եմ ես ապրում։ Ես առանց քեզ չեմ ապրի, իմացի, առանց քո զանգի։ Անցավ 20 թիվ, 21-րդ թիվ, 22 թիվն արդեն, 23, հլա ապրում ենք։ Բայց վայ են ապրելուն։ Օտար մարդիկ են դարձել հարազատ։ Իսկ բախտակիցների ցուցակը, որ նայում ես, այդ մարդիկ, հետո գիտեք, պահի տակ սենց տեսնում ես իրանց պատմությունները, որ լսում ես, քեզանից վատ վիճակում էլ կա, քո նման էլ կա, երևի ինչ որտեղ իրենց հետ շփվելը, իրենց հետ մտերմություն անելը, դա էլ է օգնում ապրելուն։ Հետո ախրել երեխա ունես։ Այ այդ Նարնե, ինչպես Նարնե Ալեքսանյանը եկավ այն գիտակցմանը, որ ինքը նորից պետք է կյանք տա, եւ ինչպես փոխվեց ձեր կյանքը երեխայի ծնունդից հետո։ Կտրուկ փոխվել է։ Ամեն ձև։ Ինձ համար կուլմինացիոն այդ բանը Մխիթարի ծնունդն էր։ Մխիթար Գալեանի եղբոր, հա։ Ես չէի պատկերացնում, որ կարելի է դրանից հետո ապրել։ Երեխուց հետո էլ ոնց ապրես։ Հետո որ Մխիթարը ծնվեց, մի ուրիշ ձև էի, ձեռ էի տալի, գրկում էի, սիրում էի, չի ասում եմ ոնց որ լինում այլ ես ինքս երեխասեր եմ ու հետո կամաց սկսեցին բոլոր կողմերից համոզել մեզ։ Եկանք են համոզմամբ, որ չէ, պետք է ապրելու համար։ Ապրում ես, չի ստացվում չապրել։ Ուզում ես չապրել,
Բայց մտածում ես, որ այդ 20 թվին, որ բերեցին, դիմացը դրեցին, դրոշով փաթաթած, եթե դու այդ օրը մնացիր, ուրեմն պիտի ապրես, բայց պիտի ապրես որպես Գևորի մամա, ճիշտ ձևով ապրես, որ Գևը չամաչի, չասես ինչ օր ընկավ իմ մերս, այն որ զանգում էր ասում էր մերս, դու տեղ որ լավ լնես, ես լավ կլինեմ, ուզում եմ տենց լինի, բնական է ոչ մի բան առաջվանը չի լինի, բայց այս Գևի հետ շատ բան է փոխվել, այս փուճուրը բոլորիս սենց խառնել է իրար, Դուք հենց ի սկզբանե որոշեցիք, որ Գևորգ պիտի լինի, անունը երբ իմացաք տղա է։ Այո, անպայման Գևորգ։ Նարնե, կարծում եք, որ հիմա ձեր զավակները ինչ որ թելով իրար հետ կապված են։ Երևի թե։ Ես ամեն առավոտ, որ նայում եմ Խաչքարին, Բաքում, գտարը։ Սկզբի ժամանակները ահավոր դաժան էր այդ Խաչքարը տեսնելը։ Ես անգամ չի իջնում Բաք։ Բայց հիմա որ Խաչքարին տեսնում եմ, նայում եմ Խաչքարին,